Նմանա ոնց որ մարդը ուրեմն գրանատը, բոմբը կուլատր է ու նստել է։ Այն ում որ չի ներում, դա գնացել է իր կյանքով ապրում, բայց շատ հնարավոր է, որ ինքն էլ ինչ-որ մեկին չի ներում։ Այդպես կարա լինի մեր մոտ ազգովի խնդիր։ Ուրեմն արեք մենք հիմա դա հասկանալով, որպեսզի մի օր մեր մոտ չլինի դա սյուրպրիզ, մի հատ այնց անհարմար տեղ, մի հատ հարսանիքի մեջ, մի հատ ուրախության մեջ, մի հատ անհարմար ճանապարհի մի հատ տեղ հանգարց դա մի հատ խնդիր առաջացնի։ Հա, դրա համար եթե ինչ-որ մեկը կա, որ չեք ներեք, բաց թողեք ու դա էլ է, հենց ոնց որ գիտեք ինչ կա, բուժում է դա։ Երբ որ մարդը չի ներում, ինչ-որ մի բան հոգեպես ուրեմն ազդում է մարդու ստամոք սարիքային տրակտի վրա, ասենց ասել։ Լավն է, ուրեմն հաջորդը ինչ եմ ուզում ձեզի փոխանցեմ օգտագործելու պահը։ Ուրեմն այս այդ հեղուկը, որը որ դեղամիջոցը ձեր մոտ է, օգտագործում են դատարկ ստամոքսին։ Առավոտյան կամ էլ եթե ցերեկն է, ուրեմն 4 ժամ հաց ուտելուց հետո։ Միտքը նրանում է, որ ոնց որ լիքը ստամոքսի վրա չլցնեք, հա, այդ դեղամիջոցը, որպեսզի դեր սիրտը չխառնի, հա, այս դեր, հա, որտեղ կարա ինչ-որ մի հատ սրտխառնոց առաջացնի, ասենց ասեմ։ Ուրեմն, մի անգամից թափահարում ենք, մի անգամից խմում ենք։ Խմելուց հետո կանցնի մի ժամ հետո սկսում ենք լվացման պրոցեսները։ Սենց բան պատկերացրեք, որ սա ուրեմն յուղային հեղուկ է, որը որ գնում է աղիքների մեջ և ներածնցում աղիքների պատերի մեջ ու մի անգամից ոնց որ մաքրում է, հանում է, ուրեմն տոքսինները, շլակները ազատում է աղիքների պատերը, որը որ տարիների ընթացքում ինքը առաջացնում է տոքսիններ և շլակներ։ Ուրեմն մի անգամից մաքրում է, երբ որ գնում է ներածնցվում, իսկ երբ որ սկսում ենք ջուրը խմելը, մի ժամ հետո սկսում ենք 300 գրամ ջուր խմել, տաք։ Ամեն ժամը մեկ 300 գրամ տաք ջուր ենք խմել։ Մի հատ 300 գրամ տաք ջուր, անցավ մի ժամ մի հատ էլ 300 գրամ տաք ջուր, անցավ մի ժամ մի հատ էլ 300 գրամ տաք ջուր։ Այդ վաղ ոնց որ լվացում ենք կատարում պատերը, աղիքների պատերը, ու բոլորը դա լվացնում է, մաքրում է, հանում է և աղիքները լինում են մաքուր աղիքներ։